Առաջին հայացքից կարող է թվալ, որ դասավանդիր Հայաստան կրթական հիմնադրամի ուսուցիչ առաջնորդները ռոմանտիզմի մարմնացում են։ Հրաժարվելով բարեկեցիկ պայմաններից, ընդամենը 1 ժամկրկով տեղափոխվել սահմանամերձ որևէ գյուղ եւ լիովին նվիրվել աշակերտներին, արմատապես փոխելով նրանց կյանքն ու ապագան։ Սակայն պետք է հաշվի առնել, որ հիմնադրամի տրամադրած օժանդակությամբ եւ գործիքակազմով հանդերձ այդ 2 տարվա ընթացքում երիտասարդները բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում, կապված աշակերտների կրթական հնարավորությունների, դասավանդման մեխանիզմների, ծրագրերի իրականացման եւ առհասարակ առօրեական հոգսերի հետ։ Եվ այստեղ կարևորը ամուր թիկունքի, թիմային օժանդակության առկայությունը։ Միասնական ազդեցությունն առավելագույնին հասցնելու համար պետք է շարունակ փոխանցել գիտելիքը, հասկանալ ու կիսել միմյանց փորձն ու տեսակետները, շարունակաբար կատարելագործվելով ձեռք բերված նոր գիտելիքների շնորհիվ։ Հենց այս նպատակով է հիմնադրամը իր ուսուցիչ առաջնորդների համար պարբերաբար ուսումնական հանդիպումներ կազմակերպում, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են նոր մեթոդաբանությանը եւ գործընկերների փորձին, նաեւ կիսում իրենց հոգսերով եւ առաջնորդելու նոր լիցքեր փոխանցում։ Ուրեմն մեր ուսումնական հանդիպումները, որը նաև կազմակերպվել էր այսօր, տեղի ունենում յուրաքանչյուր կիսամյակում 1 անգամ, պարբերական ու պարտադիր բնույթ ունի։ Այս ընթացքում մեր ուսուցիչները հավաքվում են միասին եւ մենք նպաստում ենք նրանց մասնագիտական զարգացմանը, քանի որ դասավանդիր Հայաստանում մասնագիտական զարգացումը շատ մեծ ու կարևոր տեղ ունի։ Հենց այս օրերն էլ ոնց որ ուղղված են ամենակարևոր քայլն են մեր մասնագիտական զարգացմանը։ Այսօր օրինակ մեր ավարտող ուսուցիչների հետ խոսել ենք իրենց ապագա ծրագրերից, իրենց առաջնորդության ուղիները շարունակելուց, մյուս սերնդի 8-րդ սերնդի, որ դեռ 1 տարի ունի սովորելու, ուսուցիչներին տվել ենք ավելի մանկավարժական մասնագիտական աջակցություն եւ ունեցել ենք ելի տարբեր սեսիաներ, տարբեր աշխատարաններ, նաեւ շատ կարևոր է թիմային միջավայրի թիմի մեջ, թիմային միջավայրի ստեղծումը, պահպանումը, սա եւս շատ կարևորում ենք այսպիսի հանդիպումների համար։ Այսպիսի ուսումնական հանդիպումները մեծապես կարևորում եմ մի քանի պատճառներով։ Նախ դրանք մեզ շատ անհրաժեշտ են թիմային միջավայրը պահպանելու, այսպես ասած թիմ բիլդինգի համար, իրարից չկտրվելու, որովհետև շատերս բավականին հեռու համայնքներից ենք, պարբերաբար կարիք ենք զգում իրար տեսնելու, մեր խնդիրների, դժվարությունների, մարտահրավերների մասին խոսելու, նաև նոր գաղափարներով կիսվելու, գտնելու մարդկանց, որոնք գուցե ինչ-որ հարցերի հետ կապված կարող են մեզ օժանդակել, հոգեբանական աջակցություն ենք ցույց տալիս իրար, նաև կարելի ասել այս հանդիպումները մասնագիտական առումով էլ վերապատրաստումներ են մեզ համար, որոնք օգնում են ավելի լավ ուսուցիչ դառնալ մեր աշակերտների համար։ 8-րդ սերնդի ուսուցիչ առաջնորդների համար այս ուսումնական հանդիպումը տարվա ընթացքում ծագած խնդիրները քննարկելու եւ անելիքները հստակեցնելու հնարավորություն էր։ Մեթոդների որոնմանը, առաջնորդությանը, համայնքային ծրագրերում հաջողելու ուղիներին էին նվիրված ելույթների գերակշռող մասը, ինչը մեծապես կօժանդակի առաջնորդների հետագա աշխատանքին։ 7-րդ սերնդի ուսուցիչ առաջնորդներին սակայն մի քիչ այլ հարցեր էին ուզում։ Ինչ են անելու նրանք առաջնորդության ժամկետի ավարտից հետո, եւ ամենակարևորը, ինչ են անելու նրանց աշակերտները։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր դպրոցում Մուխրաթաղում ինձնից բացի եւս մեկ ուսուցիչ առաջնորդ կա, մենք երկուսն ենք, ու աշակերտները պարբերաբար ասում են, այս բլոկադան մենք ենք կազմակերպել, որ դուք չգնաք հանկարծ, այսինքն այդքան շատ երեխաները ուզում են, որ դպրոցում լինի դասավանդերի ուսուցիչ առաջնորդ։ Կոնկրետ ես նպատակադրված այսպես 2 տարով եմ եկել եւ պատրաստվում եմ վերադառնալ ու շատ կուզեի, որ իմ գործը դպրոցում շարունակող լիներ, այսինքն էլի մարդիկ դիմեին դասավանդերին եւ եթե այս իրավիճակով պայմանավորված օբյեկտիվորեն այդքան էլ հավանական չէ, որ ՀՀ-ից այլ մասնակիցներ գան Արցախ, ես կուզեի, որ հենց Արցախում ապրող մարդիկ ողջևորվեին մեր գաղափարներով եւ գնային դպրոցներ, որովհետեւ աշակերտները իսկապես ունեն դրա կարիքը։ Այո, այս երիտասարդները դարձել են այն փոփոխությունների կրողը, որոնք անհրաժեշտ են մեր կրթական համակարգին։ Սակայն հաջողության հասնելու համար հետևողական աշխատանք է անհրաժեշտ։ Կարևոր է, որ համայնքներում շարունակեն նրանց աշխատանքը, որ նրանց օրինակով վարակվեն դպրոցի գործող ուսուցիչները, իսկ աշակերտները շարունակեն ընտրել եւ գտնել։ Ուսուցիչ առաջնորդների ձգտումն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուր երեխա անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից կարող է ստանալ գերազանց կրթություն։
Այս հանդիպումը մեզ համար էլ լավ հնարավորություն էր բացահայտելու այս երիտասարդներին, հասկանալու նրանց շարժիչ ուժը եւ բարակվելու փոփոխություն բերելու նրանց ձգտումով։ Այո, առաջնորդության 2 տարիները լի են բազմաթիվ մարտահրավերներով, եւ նրանց մանկավարժական գործունեության յուրաքանչյուր օրը ուղեկցվում է նորանոր խնդիրներով։ Սակայն արդյունքում նրանք տեսնում են իրենց աշակերտների աչքերի փայլը եւ հավատը հայրենի հողում լիարժեք ապագա ստեղծելու նկատմամբ։ Կոլխոզաշեն գյուղ եմ գործուղել հենց Դասավանդի Հայաստան ծրագրի շրջանակներում ու Դասավանդի Հայաստանին դիմել եմ 2020 թվականի նոյեմբերի պատերազմը ավարտելուց հետո, որովհետև հավատում էի, որ փոփոխությունը սկսվելու է կրթությունից ու հենց այդ հետքերով եկա վերադարձա Արցախ, քանի որ սովորում եմ Երևանում, վերադարձա Արցախ ու որոշեցի, որ պետք է կրթության, այսպես ասած, բանակում ծառայեմ ու կրթության ոլորտում իմ ներդրումը ունենամ։ Ինչու Դասավանդիր Հայաստան, որովհետև Հայաստանում գործող ամենամեծ կրթական ծրագրերից մեկն էր Դասավանդիր Հայաստանը ու բացի դրանից Դասավանդիր Հայաստանը մեծ հնարավորություն էր տալիս թե ինձ որպես երիտասարդ, ով ցանկանում է կրթության ոլորտում աշխատել, շատ հնարավորություններ տալիս թե բարձրագույն կրթություն ստանալ, այսինքն մանկավարժական կրթություն ստանալու հարցում, թե կատարելագործվելու ու իմ ներուժը ամբողջապես օգտագործելու համար համայնքում 2 տարվա ընթացքում արդեն հասցրել եմ բազմաթիվ ծրագրեր ու հետաքրքիր միջոցառումներ ու նաև ակադեմիական գիտելիքներ տալ իմ աշակերտներին կոլխոզաշենում, բազմաթիվ հաջողություններ են գրանցել, իհարկե փորձի ու նույնիսկ կարելի ասել անհաջողությունների միջով անցնելուց հետո, բայց սա իհարկե հնարավորություններ տրված Դասավանդիր Հայաստանի կողմից իմ համայնքում գտնվելը ու Դասավանդիր Հայաստանի կողմից մշակված մոդուլների ու ուսումնական հանդիպումների շնորհիվ ձեռք բերված փորձն ու գիտելիքները աշակերտներին փոխանցելու այդ հնարավորություններ կարևոր։ Պետք է արձանագրենք նաև, որ Դասավանդիր Հայաստանի առաջնորդության զարգացման ծրագիրը 2 տարով է, այսինքն ուսուցիչը գործողում է համայնք 2 տարի ժամկետով ու դու ունես 2 տարի, 2 տարվա օրերի քանակով հնարավորություններ, որպեսզի ինչ-որ բան փոխես համայնքում կամ ինչ-որ մի նոր թարմ հնարավորություն ստեղծես համայնքում, կարելի ասած, ու 2 տարի հետո արդեն ուսուցիչը պետք է արդեն գնա, եթե ցանկանում է։ Այս դեպքում ես իմ 2 տարին համարում եմ հաջողված այն առումով, որ աշակերտների հետ բազմաթիվ ծրագրեր ենք արել, ինչպես նշել եմ, ուստի կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ ես ավարտեմ իմ առաջնորդական ծրագիրը։ Արդեն մի տարի է, գրեթե մի տարի է, որ դպրոցում դասավանդում եմ, նոր եմ դիմել Դասավանդիր Հայաստան ծրագրին ու արդեն 2 ամսից իմ առաջին տարին կվերջանա դպրոցում։ Սկզբից ես մինչև Դասավանդիրին դիմելը առանց դասավանդիրի աշխատում էի դպրոցում ու հենց այդ մեթոդների պակասը աշակերտների հետ շփվելը բան ինձ բերեց դասավանդիր, հենց վերջին օրով էլ լրացրել եմ հայտադիմումս ու դիմել եմ դասավանդիրին։ Իմ մեջ շատ բան է փոխվել Դասավանդիր Հայաստանին դիմելուց հետո, նոր մեթոդների եմ ծանոթացել, ավելի բաց եմ դարձել շփման հանդեպ, հետադարձ կապի հանդեպ, արդեն ընդունում եմ բոլոր խորհուրդները, կիրառում եմ դրանք իմ դասապրոցեսների ժամանակ, հատկապես Դասավանդիր Հայաստան իմ համար կարևոր էր նրանով, որ ես սովորել եմ նախագծեր իրականացնել, աշակերտների ներգրավել համայնքի զարգացման ծրագրերին, նրանց հետ նախագծեր իրականացնել ու քայլ առ քայլ հասնել այդ նախագծերին, բացի գիտելիք տալուց, ես նրանց տալիս եմ նաև առաջնորդական մի շարք հմտություններ, որովհետև հետագայում մեզ պետք են ոչ միայն խելացի, այլ նաև գիտակից քաղաքացիներ, որ կարողանան իրենց իսկ պետության համար, իրենց իսկ գյուղի համար ինչ-որ օգտակար բան կատարել, բացի գիտելիք տալուց։ Մենք շատ ծրագրեր ենք իրականացրել, աշակերտները մեծ ոգևորությամբ են դրանք կատարում ու հենց այդ ծրագրերի իրականացման ընթացքում է, որ աշակերտ-ուսուցիչ կապը հասցվում է բարձրագույնի ու իրանք բացի ուսուցիչ լինելուց դու իրանց համար արդեն դառնում ես մարդ, ով նրանք վստահում են բոլոր գաղտնիքները, ամբողջությամբ կիսվում են ու այս մի տարվա ընթացքում ես ձեռք եմ բերել նման շատ աշակերտներ, ովքեր իրենց ամեն գաղտնիքներով ինձ հետ են կիսում, վստահում են ինձ, նույնպես էլ ես եմ իրենց վստահում ու ամեն դժվարությունները միասին հաղթահարում ենք, ամեն նոր փորձության վերաբերվում ենք որպես մարտահրավեր ու առաջ ենք գնայում, առաջ թեկուզ հենց այս իրավիճակից ելնելով շատ փորձություններ հաղթահարում ենք միասին ու ինձ թվում է այս պայմաններից ելնելով իմ աշակերտներն են իմ հույսը, նրանց հետ աշխատելն է ինձ այսքան ուժ տալիս, որպեսզի ես կարողանամ հաղթահարել այս իրավիճակները։
Դասավանդիր Հայաստան կրթական հիմնադրամի առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը, հանուն Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։ Հայտադիմումներին մնացել է 1 շաբաթ ժամկետ, որ հայտադիմումները կարող եք ուղարկել եւ եթե ցանկություն ունեք միանալ կրթության անհավասարության դեմ մեր սկսած պայքարին, որն արդեն 10-րդ տարին է տևում, եւ բավականին մեծ հաջողություն ունեն, կարող եք լրացնել հայտը եւ միանալ նաեւ դառնալով արդեն 9-րդ սերնդի ուսուցիչ։ Մեր սերունդը Դասավանդիր Հայաստանի 7-րդ սերունդն է համարվում ու մենք պատերազմից հետո ենք եկել Արցախ, Հայաստանի տարբեր մարզեր, դե բնականաբար այդ էմոցիոնալ ֆոնը մեծ դեր ուներ այդ ժամանակահատվածում ու փաստորեն ստացվեց, որ մեր սերունդը Դասավանդիր Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մասնակիցներ ունեցող սերունդն է, ինչը նշանակում է, որ մեր սերունդը շատ համայնքներում կա, թե Հայաստանում, թե Արցախում ու մենք 17 հոգի ենք, 17 համայնք ենք ներկայացնում ու պետք է հիմա որ այդ 17 համայնքում փոփոխություն գա, թարմություն գա մեզնից հետո։ Ուստի կոչ սա իմ տարիքի բոլոր երիտասարդներին, նույնիսկ մեծերին, գործող ուսուցիչներին, սա ձեր հնարավորությունն է, սա ձեր շանսն է տրված ինչ-որ փոփոխություն անելու, որովհետև փոփոխությունը սկսում է հենց մեզնից, փոփոխությունը սկսում է փոքր քայլերից ու հավատացեք, 2 տարին այդքան էլ մեծ ժամանակահատված չէ, այսինքն դուք կարող եք ձեր կոմֆորտ զոնայից դուրս գալ, տեղափոխվել համայնք, հետաքրքիր կյանք ունենալ համայնքում աշակերտների ու գյուղացիների հետ ու սկսել այդ կրթական համակարգի փոփոխությունը, որը ինչպես նշեցի, հենց մեզնից է սկսելու, այն առաջամարտիկներից, ովքեր ցանկություն ունեն տեսնել կրթված սերունդ, ովքեր պատասխանատու են իրենց արարքների ու իրենց ապագայի համար։ Ուստի եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին, համարձակ եղեք, գնացեք այդ քայլին եւ գնացեք դեպի լավ Հայաստան ու Արցախ կառուցելու գործին։ Ուսուցիչ առաջնորդների յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի, սակայն նրանց միավորում է այն հավատը, որ հենց նրանք են այն փոփոխությունը, որը անհրաժեշտ է մեր կրթական համակարգին եւ մեր երկրին։ Այսօր Դասավանդիր Հայաստան կրթական հիմնադրամի շարքերը լրացնում են առաջին ուսուցիչ առաջնորդների աշակերտները, եւ դա ծրագրի հաջողության լավագույն ապացույցն է։ Ուրեմն նրանք կարողացել են դառնալ այդ փոփոխությունը։